Հունվարի 28-ին հայոց բանակի օրվա կապակցությամբ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանրապետական մաղթանք։ Նորին սրբությունը միաբանական թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր տաճար։ Իջման Սուրբ Սեղանի առջև տեղի ունեցավ հանդիսավոր արարողությունը։ Նորին սրբությունը ծնրադիր աղոթեց հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության, հայրենյաց պաշտպանների ապահով ու անփորձանք ծառայության, հայոց բանակի հաղթանակների համար։ Վաստորը մեծաձայն գոհաբանության ու սփառս, զգոհություն և ձեռքրպագություն վերարակել մեծի բարձրում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանը շնորհավորեց ներկաներին տոնի առիթով։ Ընդգծեց, որ մեր պետականության, անկախության, անվտանգության գլխավոր երաշխիքն ու հենարանը հայոց բանակն է։ Փառք և գոհություն Աստծուն, որ 34 տարիներ շարունակ հայոց բանակում ծառայել են նվիրյալ սպաներ ու զինվորներ, հայրենիքի անկախությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Այսօր հիշում ենք բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել բանակաշինության գործում և շնորհակալություն ենք հայտնում նրանց, որոնք այս պահին էլ անխոնջ ծառայության մեջ են հակառակ ամեն դժվարության։ Աղոթում ենք այս տարիներին իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների համար, որոնք համալրեցին անմահների գունդը հանուն հայրենի երկրի սահմանների պաշտպանության։ Հայոց բանակը ստեղծվել է Արցախյան ազատամարտի բովում երկրապահ կամավորական ջոկատների հիմքի վրա։ 1992 թվականի հունվարի 28-ին է կառավարությունն ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը, իրավականորեն ազդարարելով հայոց ազգային բանակի ստեղծումը։ Հանրապետության նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը։ Այս տարի նշում ենք հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Բանակի օրվա առթիվ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում մասնավորապես ասվում է. Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրական մեր սերը և հայրապետական օրհնությունն ենք բերում հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին բանակի օրվա առիթով։ Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով։ Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է, կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի։ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին։ Նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։ Հայրապետիս մաղթանքն է, որ հայոց բանակն իբրև մշտարթուն պաշտպանը մեր երկրի, շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները, իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով, ըստ առաքյալի խոսքի. «Զորացեք Տիրոջով և նրա զորության կարողությամբ և Աստծու սպառազինությունը հագեք»։ Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերն իր սուրբ աջով պահապան ու զորակից լինի մեր բանակի սպաներին ու զինվորներին, խաղաղություն հաստատվի համայն աշխարհում ու մեր հայրենիքում և հավատավոր մեր ժողովուրդը նորանոր ձեռքբերումներով հարատևի ապահովության ու բարօրության մեջ։ Հունվարի 28-ին ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց նաև Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայեց զավակների հիշատակին։ Հոգևորականների հանդիսավոր թափորը ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Զորավարի շիրիմներին։ Անհայտ կորած զինվորների հուշարձանի մոտ հոգեհանգստյան կարգ կատարվեց։ Աղոթք հնչեց առ Աստված հայրենիքի փրկության համար, իրենց կյանքը նվիրած զինվորների հոգիների հանգստության համար։ Եվ քեզ վայելը փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Հոգևորականների ուղեկցությամբ նորին սրբությունը ծաղիկներ խոնարհեց նաև Արցախի կանչ հուշարձանի մոտ։ Այս կոթողը հատկապես Արցախից բռնատեղահանված մեր հայրենակիցների համար յուրատեսակ ուխտատեղի է դարձել։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու, մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Հորդորելով չխաթարել օրվա խորհուրդը, վեհափառ հայրապետն օրհնությամբ ճանապարհեց իր շուրջ խմբված լրագրողներին։ Թույլ տվեք այս օրը
ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։